Կարգով, շարքով Հարությունյանների հազարներն են, մառոլը աճել, տերևները կոկիկ իրար հավաքելու համար այս ջերմոցում տարվա ընթացքում ընդամենը ամիս ու կես ժամանակ ունի։ Մշակած բույսերին օրացույցի վրա է դրել կատակում է Մասիսի գյուղատնտեսը։ Սա երրորդ բերքն է, այսինքն դեկտեմբերին կակաչ եմ տնկել, մինչև ապրիլի 7-ը հանել եմ, ապրիլի 7-ից հետո վարունգ եմ ցանել, վարունգն էլ սեպտեմբերի մինչև վերջ վարունգն ես վաճառում, վարունգից հետո էլ սա, այս էլ մինչև դեկտեմբեր դուրս կգա, էսի դուրս եկավ նորից կակաչ։ Կանաչի բանջարեղեն ծաղիկ ցիկլը այնպես է կազմել ձմեռը բաժին ընկնի ցրտից չնեղվող կակաչի սացիվներին, այդպես եւ գազի ծախսն է խնայում եւ գույնս գույն գեղեցկուհիներին սեզոնի ամենաթանկ Վալենտինից մինչեւ կանանց միամսյակի փուլում վաճառքի հանում։ Հեռախոսում ֆոտոները թերթում պատմում է Վալերը։ Տնամերձում եթե սովորական եղանակով հող մշակեր 360 քառակուսուց ինչ եկամուտ էր ստանալու, որ փակեր նույն ջերմոցը կառուցելու վարկն ասում է։ Հիմա ինքը իր վարկը փակել է։ Քանի տարում։ 2 տարի ու կես էլի, տենց։ Տարի ու կես։ Հա։ Ջերմոցը փոքր տարածքից մեծ գումար վաստակելու հնարավորության հետ շատ այլ առավելություններ ունի։ Առաջինը եղանակից կախում չունենալն է, ինչից նաև գործն է հեշտանում։ Ամռան արևի տակ բահն առած այգին ջրելու չարչարանքն այստեղ կաթիլային համակարգն է անում։ Միացրեցիր, գնացիր տուն, վերջ։ Ժամին նայում ես, նայած ինչ բույս է, էլի կոնկրետ էսի, ասենք մի ժամ, մի ժամ ու կես։ Պետք լինի կարող է նաև պարարտացումը ոռոգման հետ կազմակերպել, չնայած սացիլումից առաջ հողոգոմաղբով հարստացնելուց հետո լրացուցիչ սնուցման կարիք հիմնականում չի էլ լինում։ Ջերմոցի առավելություններից հատուկ առանձնացնում է ցանքը ճիշտ պլանավորելու շնորհիվ վաճառքի եկամտաբեր սեզոնին դուրս գալը, ցանցային սուպերմարկետների հետ աշխատելու դեպքում բերքի ապրանքային տեսքը։ Շուկայում որ նայեք, ջերմոցի բերքն ավելի թանկ է վաճառվում, քան դաշտինը։ Ջերմոցի բերքը ինքը գեղեցիկ է ալնում, հետո ինքը ավելի շուտ է բերք տալիս։ Հետո աշխատանքի համար էլ է լավ, անձրև կլինի, քամի կլինի, ինչ եղանակ ուզում ալնի, դու մտի քո գործն արա։ Քախանել, փխրեցնել, վարունգի դեպքում թելեր կապել, ոռոգման խողովակները նոսրացնել, ամբողջ աշխատանքն ընտանիքով են անում։ Տարածքն այնքան մեծ չէ, լրացուցիչ աշխատուժի կարիք լինի։ Միակ օգնականը ժպտում է 3 կատուներն են, չեն թողնում ջերմոց օձ ու մուկ մտնի։ Լուկի։ Իդեպ կանխատեսում հաշվարկն իրենք որքան էլ անում, գին թելադրողն ամեն դեպքում շուկան է։ Հազարի այս բերքն օրինակ ակնկալած գնով վաճառել դժվար թե ստացվի։ Անցած տարի որ այս ժամանակ մի քիչ թանկ ա եղել, մի քիչ դնողները ոնց որ շատացան, այս պահին լճացում ա գնացել, գինը էժան ա, բայց ժամանակ ա գալիս, որ լավ թանկ ա։ Թանկ թե էժան մոտ 10 նորից խաղը կսկսեն։ Ամբողջը մի օրում եք խաղալու։ Չես կա 5000-ատ մառոլա շիտիլած, մի օրում ոնց կխաղեմ։ Նույն այս տարածքում դեկտեմբերին արդեն ծաղկի հերթն է ծլելու 10,000 հատ։ Միայն սոխուկը գնելու համար կծախսեն 1,4 միլիոն դրամ։ Նորմալ է գնահատում է Վալերը։ Տարվա 4 ցանքից ամենաշահութաբերը հենց կակաչի բիզնեսն է։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան լուրեր։